Գորջան, բարի օր ցավը տանեմ։ Ոնց ես այ ախպեր, այսօր ես կորել չկաս։ Հա գործեր ունես շատ։ Լավ, դու են ասա, ընկերուդ հետ երբ ես գալիս մեր տուն։ Հա Սամ ջան, խառն եմ մի քիչ ապեր։ Այս շաբաթ կիրակի ընկերուհուս եմ գնում եմ Ծաղկաձոր։ Բայց մյուս շաբաթ հաստատ ձեզ հյուր եմ գալիս։ Լավ, Գորջան, դե ուրեմն կզանգես նախապես, որ մանրամասն պայմանավորվենք։ Եղավ Սամ ջան, դե կզանգվենք։ Լավ։ Նոն ջան, բարև կյանքս։ Ոնց ես։ Գիտես քեզ ինչքան եմ կարոտել։ Հա։ Բա երբ ենք հանդիպելու։ Որտեղ ուզես, երբ ուզես։ Դու գիտես, Սամոն պրոբլեմ չունի։ Լավ կյանքս բակա հետո կզանգեմ քեզ։ Սամ։ Տանն ես։ Հետում հետ էիր խոսում։ Հետ չտղեկն էին, զանգել էին բա գնենք հաց ուտելու, ես էլ ասացի չէ, չեմ ուզում գամ։ Ոնց է։ Սամ հիվանդ չես։ Հիվանդ չես, որ ախորժակդ փակվել է, ինչ ա եղել։ Ձեր ես հա։ Չէ, կատակ եմ անում։ Բա այսօր էր։ Ոնց ասացի, պապայի գրասենյակ էի գնալու գնացել եկել եմ։ Ճիշտ է։ Ոնց էր աներ հայրիկս։ Շատ լավ։ Լսի կյանքս մի հատ բան եմ մտածել։ Կարաս պապայիդ ասես $10,000 փող տա, մեքենան ուզում եմ փոխեմ։ Ինչի քո մեքենային ինչ ա եղել։ Չէ, տենց առանձնապես բան չի եղել։ Ուղղակի մի տարի արդեն քշում եմ էլի, ոնց որ ձանձրացել եմ։ Ավելի լավ մեքենա եմ ուզում վերցնեմ, համել շքեղ մեքենայով, որ քեզ մանտամ։ Ոնց որ ամբողջ կյանքումդ այդ մեքենայով ինձ այնքան ես ման տվել, որ Սամ գոնան ես բան ասած իծաղս չկա, հա։ Հա, հիմա ինչ։ Խոսած կյանքս։ Լավ կխոսամ։ Ախր դու ուրիշ ես, գիտես քեզ ինչքան եմ սիրում։ Ճիշտ ես ասում։ Վայ, լավ էլ եղա, բա կյանքս։ Գժվում եմ քո համար, սիրել այն խոսքը չի։ Մինա էլի մեկ-մեկ որ սենց ջղայնացած նյարդային գալիս եմ տուն մի քիչ կոպիտ եմ խոսում։ Դա դրա հետ կապ չունի։ Չեմ նայում դրա համար ես էլ եմ քեզ շատ սիրում։ Ապրես կյանքս, ես գիտեմ։ Հա, Գորջան։ Լավ, ցավը տանեմ, դե ուրեմն կիրակի օրը մենք ձեզ սպասում ենք։ Եղավ Գորջան։ Հետո վեր Սամ։ Գոռն էր ընկերս։ Պատմել եմ քեզ իր մասին, որ Ռուսաստանում էր։ Շաբաթ կիրակի օրը պետքա ընկերու հետ գնար Ծաղկաձոր, հիմա չի ստացվել, կիրակի գալիս են մեր տուն։ Բա, ինչ լավ է։ Հիմա դու նայի ինչ ա պակաս, ինչ առնեմ խանութից, որ Դες ասում սուրճը կխմենք տանը, հետո դուրս Բարև ձեզ։ Կարելի է։ Իհարկե ներս եկեք։ Ես ոնց որ ճիշտ հասել եմ, չէ՞ եկել։ Եթե դուք գոռն եք, բնականաբար այո։ Հա, ես Գոռն եմ, հա։ Ընկերոհիս է, Մարինեն։ Շատ ուրախ եմ, ես էլ Անին եմ։ Հաճելի է։ Բայց Սամոն ուր է։ Սամոն, գիտեք, որ իմացավ գալու եք ինքը արագ գնաց տնից։ Ոնց ուր գնաց։ Դե չգիտեմ։
կատակ եմ անում, սենյակում այսա կգա։ Դուք նստեք տեղավորվեք, մինչև Սամվելը գա։ Լավ էր առաջին անգամ համար։ Գոր ջան, բարև ձեզ։ Ի։ Սամ ջան։ Ոնց ես։ Լավ, ցավը տանեմ դու։ Լավ։ Սամ ջան, ծանոթացի ինքերուս հետ։ Մարին եմ, որ պատմում է իր անցած։ Հա, ուրախ եմ։ Ես էլ Լավ, դուք նստեք խոսեք, մինչև ես գնամ սուրճ բերեմ, մինչև ուտելիքը պատրաստ լինի։ Մարինե ջան, եթե ուզում ես, արի գնանք համ կզրուցենք, համ կօգնես ինձ, հա։ Գնացինք։ Դե տեղավորվեք, դե Սամ տեղավորի մոտ։ Գոր ջան, հավի։ Ինչ կա Սամ։ Պատմիլ է։ Սովորական էլի, ոնց գիտես։ Դու ասա, ինչ նորություն ունես։ Նորություն ունեմ, նորություն ունեմ։ Սամ ջան։ Հավանաբար մյուս ամսվա սկիզբ ամուսնանանք։ Վայ, ինչի այդքան շուտ, ինչ ես շտապում։ Պատճառ չունեմ հետաձգելու։ Ինչի չշտապեմ, որ մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Հա, դե ասում եմ, մի քիչ երկար հետը շփվես, ճանաչես ավելի լավ, կարող է հետո դուրը չի գայս էլի։ Չէ, այս Սամվել ջան, ես մի ամիս արդեն հանդիպում ենք էլի։ Ոնց որ իմ համար ստեղծված լինի այս աղջիկը, հասկանում ես։ Հետո ինչ այսքան հետաձգենք։ Արդեն ուզում ենք միասին ապրենք ոնց որ։ Լավ, Գոր ջան, ոնց ասես։ Մենք եկանք։ Շնորհակալություն։ Մարին։ Մարին ջան, ինչ ա եղել, պատես բու։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ուզում եք ջուր բերեմ։ Չէ, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի մի քիչ գլուխս պտտվեց։ Լինում է եղանակից է։ Դե, պատմեք, տեսնեմ ոնց եք ծանոթացել։ Այդ պատմությունը ես մի։ Այս անսպասելի հանդիպումը անակնկալի բերեց Սամվելին եւ Մարինեին։ Հյուրընկալվելով Սամվելի տանը, Մարինեն բացահայտեց, որ Սամվելն ամուսնացած է, ինչն էլ ավելի խորացրեց իր ատելությունը վերջինիս հանդեպ։ Իսկ Սամվելը չէր կարողանում իր տեղը գտնել, հաշվի առնելով այն, որ նախկին սիրուհին պատրաստվում է դառնալ իր մտերիմ ընկերոջ՝ Գորի կինը։ Ինչ աղա, ինչ ես ուսկանչել։ Որ ասեմ կարոտել էի կհավատաս։ Չէ, չեմ հավատա, ասելիքը տասա։ Լսի աղջի ջան, ես ինչ խաղեր ես խաղում ընկերոջս գլխին, հա։ Ես խաղեր չեմ խաղում։ Ավելին ասեմ, ես ամուսնանում եմ ընկերոջդ հետ։ Դու ոչ մի բան էլ չես անելու։ Դու Գորի հետ տալ առնելիք չունես, հասկացար ինձ։ Իմ ու Գորի անձնական կյանքին չխառնվես, եղավ։ Չարաչար սխալվում ես։ Գորը իմ ընկերն է, իսկ դու եղել ես իմ հերթական սիրուհին։ Ավելին, հղիացել ես ինձանից։ Դրա համար ես չեմ թողնի, որ քո Գորի մեջ ինչ-որ բան լինի։ Դու ոչ մի բան էլ չես անի։ Ու գիտես ինչի։ Որովհետև ես հիմա հղի եմ ու Գորի երեխային եմ սպասում։ Եղավ։ Գորի երեխային է սպասում։ Հա։ Չգիտեմ ինչի կասկածում եմ, որ այդ Գորի երեխան է։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Դու ինձանից լավ գիտես, թե ինչ եմ ուզում ասեմ։ Դու երեխուց չես ազատվել։ Դու ինձանից ես եղել։ Հիմա էլ ուզում ես ամուսնանաս Գորի հետ, որ սաղ հարցրդ լուծես, ճիշտ է, չէ՞։ Խոսա դե, ինչ ես սարել։ Սատկասն եմ աղջիկ ես, հասկացար։ Բաց թող մի հատ ձեռքս լխտի մեկը, որ դու ինձ խաբում էիր ու չէիր ասում, որ ընտանիք ունես, կին ունես։ Դա լրիվ ուրիշ թեմա է, մի շեղվի։ Հա։ Հա հենց քեզանից եմ հղի։ Հա հենց դու ես երեխու հայրը։ Ու ես չեմ հեռացրել երեխուն ու չեմ էլ զղջում դրա համար։ Այդքան շատ ես ինձ սիրում, հա, որ չես հեռացրել երեխուն։ Չէ։ Ընդհակառակը ատում եմ քեզ։ Ուղղակի ինձ բժիշկը ասեց, որ ես չեմ կարող հեռացնել երեխուն, որովհետև ես առողջական խնդիրներ ունեմ, որ դա իմ վերջին հնարավորությունն է երեխա ունենալու։
Լսի քեզ ինչ եմ ասում։ Ինչ չի հետաքրքրում, թե բժիշկը քեզ ինչ ասել։ Գնա ու այդ երեխուց հրաժարվի։ Ես քո հետ կատակ չեմ անում, Մարին։ Լուրջ եմ ասում։ Նայի մեր հաջորդ հանդիպումը քո համար ճակատագրական չլինի։ Իսկ դու զգուշ մնա, որ ես հանկարծ կնոջդ չպատմեմ։ Ինչ ես անելու այդ դեպքում։ Հանգիստ եղի։ Կինս գիտի, որ ես սուրբ չեմ։ Ատում եմ քեզ, լսում ես տական, կատում եմ։